Ժողովուրդ, մենք երբեք միասնական չենք լինի, եթե այս մարդը առնակչություն անի ու մեզ բաժանի։ Եթե այս մարդը դուրս գա պրոցեսից, ես ձեզ վստահեցնում եմ, համերաշխությունը գալու է հայոց հողի վրա։ Որ պահին համերաշխությունը գալիս է, այն պահին միասնությունն է գալու։ Իսկ մենք գիտենք, որ հայերը միասնական են լինում, ինչին ուզում, դրան հասնում են։ Ուժեղ կրթությունը բերելու է ուժեղ անվտանգության եւ այն գիտելիքները, որպես կրթության մարդ եմ ասում, եւ այն գիտելիքները, որ մենք տալիս ենք դպրոցում մեր երեխաներին, ոչ ոք նրա ուղեղից չի կարող անել։ Այդ գիտելիքներով մենք կարողանալու ենք պաշտպանել մեր հայրենիքը եւ նրա սահմաններում, եւ նրա սահմաններից դուրս։ Հունիսի 7-ին թող հաղթի ոչ թե աղմուկը, այլ խիղճը, ոչ թե սուտը, այլ գործը։ Մենք նաև գտնում ենք, որ մեր Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի մարդասիրության մթնոլորտ, մարդասիրության։ Չի կարա այլևս որևէ մի չինովնիկ մատ թափ տալով խոսա Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում, ուժեղ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Մենք ուզում ենք 300,000 աշխատատեղ մեր երկրում։ Ուզում ենք զինծառայողների 40,000 դրամ աշխատավարձ։ Ուզում ենք, որ զինծառայողներից բացի բուժաշխատողներն ու ուսուցիչները աշխատավարձը բարձրացնեն ստանան։ Ուզում ենք, որ մեր երկրում այլևս աղքատություն չլինի։ Ուզում ենք իրական խաղաղություն ու երաշխավորված անվտանգություն։ Այո, դա հնարավոր է ու դա հնարավոր է մեր առաջնորդ